Շնորհակալություն եմ հայտնում այս դատական գործի լուսաբանման համար, իրապես սա կարևոր գործ է ու պրեցեդենտային գործ է, որովհետև այստեղ քննարկվում է անձի իրավունքների հարցերը, ազատության իրավունքի հարց, ընդ որում քննչական կոմիտեն դիմել է մի հետաքրքիր մանևրի, այսպես ասած, իրավական, որը նախկինում ամենայն դեպս իմ պրակտիկայում չեմ հանդիպել, թե առհասարակ գործերով կիրառեն եւ թե որոշակի քաղաքական աստառ ունեցող գործերով կիրառեն։ Տեսեք, մի պրիմիտիվ հանգամանք ունենք։ Քննչական մարմինը ինչ է ասում։ Ասում է Արմեն Աշոտյանին մեղադրանք եք առաջադրում։ Այդ մեղադրանքի անհիմնությանը ես խոստանում եմ առավել առարկայական անդրադառնամ հետագայում, որովհետև դա կարող է տևի մի 3 ժամ կամ 4, բայց դա մի կողմ։ Մեղադրանք են առաջադրում անձի նկատմամբ ընտրում են խափանմիջոց չհեռանալու մասին ստորագրություն։ Ոչ թե այսպես ասած, չգիտեմ, մարդասիրություն են դրսևորում կամ ինչ-որ բարի մոտեցում է պարոն Աշոտյանին, այլ պարզապես հասկանում եմ, որ այդ մեղադրանքի պայմաններում այս մարդուն կալանքը բացառված է որ տա։ Դրանից հետո, այսպես ասած, նստում մտածում են ինչ անեն։ Դրանից հետո մոտավորապես, խիստ մոտավորապես եմ ասում, ինչ որ ժամանակահատվածում հայտնվում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանձնարարության հիման վրա կատարված ներքին դիտում, արտաքին դիտում, օպերատիվ հետախուզական գաղտնի գործողությունների, գաղտնի քննչական գործողությունների ման նոր օրենսգրքով կոչում, արդյունքում ստացված նյութեր։ Այդ ձեր նշած կյաշ, կանեն ավակ եւ այլ, որը մեկնաբանվում է քննչական կոմիտեի կողմից խիստ միակողմանի։ Ինչ է քննարկվում այդ ներքին դիտման նյութերի մեջ։ Մարդիկ, ովքեր անհանգիստ են մի երիտասարդ աղջկա կալանավորման հարցով, խոսքը վերաբերում է այս գործով Մարտա Սիմոնյանին, ում իմ համար ուղղակի որպես ոչ միայն որպես փաստաբան, այլ որպես նախկինում դատախազ թե քննիչ, նույնիսկ եմ խնդրում իմ ուղեղի մեջ չի տեղավորվում դա։ Այդ աղջկան ինչու են կալանքի տարել առհասարակ։ Հիմա էլ է կալանավորվում։ Այո, հիմա եթե չեմ սխալվում, կալանքի տակ է այդ աղջիկը։ Այս մարդիկ, այդ աղջիկը հարազատներն են, մոտիկներն են, ծանոթներն են, ենթադրում եմ, ոչ ոքի չեմ։ Այդ հարցերը քննարկում են, այդ քննարկումների ընթացքում տարբեր խոսակցություններ են լինում։ Գնալու եմ սրան տենամ, ես ինչ ասեմ, գնալու եմ նրան տենամ, ասեմ, մեզ տիրություն արախի սենց ստացվավ եւ այլ։ Այդ ձայնագրությունների մեջ ներքին դիտման ես ազնվորեն ձեզ ասում եմ, դիտել եմ լիովին եւ ամբողջությամբ։ Նույնիսկ դիտել եմ մի քանի անգամ։ 23 ժամ։ Չէ, 23 ժամը խառնում ենք, դա 23 ժամ չի, 23 ժամը խոսքը վերաբերում է հարցաքննությունների տեսաձայնագրություններին, այդ անձանց։ Այս ներքին դիտում, արտաքին դիտում, այդ ՕՀՄ-ների արդյունքում ստացված նյութերով որևէ ուղակի տվյալ կամ թեկուզ անուղակի, որ կողմնակի դիտորդը գործի ելքով չշահագրգռված։ Օրինակ դուք, Անին, չգիտեմ, Ազատություն լրատվակայանի ներկայացուցիչները, Ֆակտոր լրատվականի ՀՄԿ-ի աշխատակիցը, ինչ-որ մեկը, չգիտեմ, Ավստրալիա բնակ ինչ-որ աբորիգեն, օրինակ, որը տիրապետում է լեզվին, կպատկերացնի, որ Արմեն Աշոտյանը օբյեկտիվ իրականության մեջ ինչ-որ մեկին այս գործով ուղղություն է տվել։ Դες բան ուղղակի չկա։ Ոչ թե անուղակի, հիմա քննչական գործողությունը քննիչը, պատիվ քննիչի պիտի նշեմ շատ գործողություններ արել, բայց այդ գործողությունների տակը բան չկա։ Երևում է, որ մարդիկ, ովքեր անհանգիստ են, հայ ենք վերջի վերջո, ջահել աղջկա կալանքով անհանգիստ մարդիկ են, խառնվել են, իրար տարբեր բաներ են խոսում։ Սրան եմ տենալու, նրան եմ տենալու, այնտեղ քննարկվում են տարբեր անձանց անուններ, ովքեր այս ներկայիս քաղաքական իշխանության ներկայացուցիչներ են։ Եթե այս ձև շարունակվի, ես դա հրապարակային կներկայացնեմ այնքանով, որքանով թույլ է տալու նախաքննության գաղտնիությունը, բայց սա դառնալու է հանցագործությունների մասին հաղորդում, եթե շարունակվի այս ձև։ Էությունը խառնված չանցած անուններ են շրջանառում, ավել չասեմ, ավել հիմա պետք չի։ Հիմա խնդիրը ինչու՞մ եք անում, այսօր ներողություն եմ խնդրում, ինձ էլ կալանքի բերեն, իմ հարազատները տարբեր բաներ են տարբեր մարդկանց հետ խոսելու են օրինակի համար կներեք, Աստծո հաջողությամբ Արմեն Աշոտյանը կալանքից դուրս գա, կասեն այ գալստյան Վենիկը Աշոտյանը Արմենն է պաշտպան է, խի Աշոտյանը մի հատ հայտարարությամբ հանդես չի գալի, գնանք ասենք, տրամաբանական ողջամիտ բաներ եմ ասում, հիմա սարքել են ճանճից փիղ ու էությունը էսա։ Այսինքն որպեսզի տանեն կալանքի։ Միանշանակ տանեն կալանքի տվին կալանքը։ Միաստամ, այս հիմիկվա միջնորդության մեջ երկարաձգելու քննչական կոմիտեն ինչ արգումենտներ է։ Նույնը նա, նույն այդ պլաստինք են, կոպիտ ասած, երկրորդ անգամ ծամում են։ Այսինքն պնդում է, որ նորից ազատության մեջ կխոչընդոտի։ Ասում է դե տեսեք, էս որ կար, ու ամենաանհասկանալին։ Տվյալը քննիչը ստանում որ X ժամանակահատվածում, որ սենց վատ բաներ է անում Արմեն Աշոտյանը, ու այդ տվյալը իրացնում է, այսինքն դիմում է միջոցների, մոտավորապես 3, միգուցե խառնեմ,
4 կամ 2 ամիս հետո։ Այսինքն ես որպես քննիչ տեսնում եմ, որ խոչընդոտում անձը ապացուցման գործընթացի վրա ազդեցություն է գործադրում։ 3 ամիս ոչ մի բան չեմ անում, մեկ էլ որոշում եմ բերեմ կալանքի։ Այսինքն այստեղ ունենք 3 տարբերակ։ Քննիչը ոչ պրոֆեսիոնալ է եւ անձեռնած, որը ես մի անգամից բացառում եմ, որտեղ քննիչը պրոֆեսիոնալ անձնավորություն է։ Գեր պրոֆեսիոնալ անձնավորություն է, ամենայն ազնվությամբ եմ ասում առանց որևէ սարկազմի։ Ունենք մեկ այլ տարբերակ, որ քննիչը գործում է Աշոտյանի հետ, այսպես ասած հանցավոր համաձայնությամբ, որ թող գնա խոչընդոտի, որը եւս բացառում ենք, դες բան չկա, տեսնում ենք։ Մնում է մի հանգամանք։ Քննիչը հասկանում է այն, ինչ ես ասում եմ, որ այստեղ բան չկա։ Իվան արդեն այդ ձայնագրությունները, հասկացա, չէ, հասկանալի արտահայտություն։ Օհմներով արված, որ ամսվա մասին է խոսքը։ Ես կոնկրետ ամիսը կդժվարանամ ձեզ ասեմ, չխաբեմ ձեզ, էլի, մոտավոր եմ ասում, չստացվի սուտ եմ ասում։ Մոտավորապես փետրվարին ստացված նյութը, որը սկսել են իրացնել, կալանավորել են 2 ամիս առաջ։ մոտավոր, դե 2 ամիս, չէ, թե հունիսին են կալանավորել, մի քիչ ավել, էլի։ Նկատի ունեմ այդ գործողությունները սկսել են անել այդ ժամանակ։ Ես որպես քննիչ նույն այդ քննիչը մասնագետ տղա է, իրական դեպք ունենալու դեպքում, երբ որ ՕՀՄ իրականացնող մարմինն ասում է, գիտես ինչ, այն անկյունաքարային վկայի սկսում է եղել, բաներ անել։ Վստահ եմ գիշերը չէր քնի, առավոտյան համապատասխան միջնորդություն կներկայացներ, դատախազին իր ղեկավարին էլ։ Բայց ունենք այլ պատկեր, էլի։ Այս տվյալները փետրվարից պահել են, անմենակ հա, նու կարող է փետրվար չէր մարտ, փետրվարի վերջ էր մարտի սկիզբ էր, էլի ճիշտ հասկացիք ինձ։ Պարոն Գալստյան, նշել եք պաշտպանության հիմնարար իրավունքի խախտման մասին եւ խոսել եք հանցագործության հաղորդում ներկայացնելու մասին, երբ եք պատրաստվում ներկայացնել։ Ես կներկայացնեմ համապատասխան ամեն ինչը կանեմ, հնդածս ու խոստանում եմ ձեզ, սա կհրապարակայնացնենք այնքանով, որքանով որ կարաք։ Սա այն գործն է, որը պիտի լինի հրապարական տիրույթում մշտապես։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Գալստյան,